Փաշինյանն ասում է աղքատությունը մարդու գլխում է։ Փաշինյանը տարին մի անգամ իր ասածը փոխում է, մինչև էլ ասում էր, որ չէ, մենք գալու ենք աղքատությունը վերացնենք, աղքատությունը նախկիններից է գալիս, բայց ոնց ստացվա, որ նախկիններն են մարդը չի մեղավոր, իր խելքով չի մեղավոր, նախկինն է մեղավոր, հիմա ինքն է ուրեմն ժողովուրդն է մեղավոր։ Այդ լոգիկան այդ ոնց է աշխատում։ Ինչ լոգիկա է։ Մուրացկանությամբ ոնց։ Եթե պետությունը հրաժարվում է իր քաղաքացուց, աղքատ քաղաքացուց, ասում է գնա գալքից ճարատես, այդ մարդը մուրացկանությունից բացի ոչ բաց չի կարող։ Ուրիշ բան, եթե պետությունը ստեղծեր բոլոր պայմանները աշխատանքային ու մարդիկ չգնային աշխատեին, այդ դեպքում կասեր որ ձեր ուղեղը աղքատ է, բայց եթե ոչ մի բան չկա, ամբողջ ժողովուրդը դո տարգաշ առևտրական, դո տաքսիստ, ուրիշ բան չկա։ Մեկ է շինարարության բան որ։ Այդ կան շենքերն ում համար են շինում, իրանք է չգիտեն։ Հայաստանում կան բնակիչ չկա, ինչքան շենք կա։ Դիգ ինքն է սոված աղքատ։ Մարդը հոգով է հարուստ։ Ինքն է սոված աղքատ։ Թող ինքը իր մասին մտածի։ Թե իր վերջը ինչ պետք է անի։ Մենք վախենալու բան չունենք։ Մենք կռվող ազգ ենք, եղել ենք, կանք ու հələ կմնանք։ Թող ինքը մտածի։ Նման ղեկավարը, եթե այդ կանք աղապար ունի, ես էլ ինչ ասեմ։ Եթե այդպես կգիտակցե ինքը, դե բնականաբար ինքը ասենք ղեկավար չի կրնայալ։ Մեր խելքի մեջ դադարություն է ուրեմն չգիտեմ, կա փոխարժել է ինձ է։ Կորեսում պես բանկսես, ամի յուրաքանչյուր երեխուն, 5 տարեկան երեխուն փողոտու ասա, բալա ջան, գնալը խանութ, ինքը կարող է գնա խանութ իր ուզածը չառնի։ Նույնն մեր ժողովուրդը, եթե կորձենի աշխատես, դու աղքատ կմնաս։ Աղքատություն չկա ժողովրդի մեջ, ոչ է խելքի մեջ։ Գործ, միայն գործ։ Ամեն դեպքում աղքատ քաղաքացին կառավարության հոգսն է։ Բաղում հոգսով դինի, եթե այս պետությունը իր ժողովրդի հոգսով է, չի հոգայելի ինքը ինչ կարա անել։ Դրանից ավել։ Որ դարձավ չունես կանամ է ուրիշը թողա նայենք տեսնենք ինչ կանի յակաբրինք էլ որ եկես մի հատ մեծ հոգը լցեն մի հատ խաչ կզարգի այդքան բան է ինքն պես բաներ բդենա որ այդ մարդը աշխատանք ունենա ոչ թե 1000 հոգի չաշխատող մե 10 հոգի աշխատողերին հա բնականաբար 10 հոգին լավն է ապրեն մյուսները ինչ են Բնականաբար աշխատանք չկա էս իմ ընտանիքս ինչ է ուղի բայ մի ասած ինչուն հավատամ Հոսանքազրկումները հաճախակյացել են, նաև հովհարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ ասաց, որ ջրանջատումներն անխուսափելի են։ Ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը, եթե Փաշինյանը վերընտրվի։ Առաջ ջարի, առաջ լեսի, առաջ հացի։ Վերանը էստա, պես հետև լավ կեղն էլ երկիրը։ Դե ոնց պիտի ապրի, շատ վատ։ Ինքն է դրան ալի տանում։ Դու գիտեք, ես ում մասին եմ խոսում։ Ազգը ոչ շացնամա, ուրիշ ոչ մին բան, բաց լավ ալինելու։ Հա, քաղաքացին կմերնի, ոնց ապրի, հետիք հետ հնարավոր չէ, էլ Նիկոլ Փաշինյանին ինչի ընտրենք, ինչի համար ընտրենք, որ այդպես մաներ են որոշում։ Հարստական մարդկանց կսաբան են, ով ապրավ, ով է չէ։ Պետք է Փաշինյանին հարցնել, չնայած չեմ ուզում ավելանունով դիմեմ, պետք է իրենց հարցնել։ Ապրել են իսկ հիմա վախեցնելով ինչ հոսանքը կզրկեն, ջուրը կկտրեն, մեր ազգը այնպեսի պատերազմի 90-ականներին տեսած ցուրտ ու մոտ տարիներին, էլի հոսանք չի եղել, ջուր չի եղել, բայց եւ այնպես մենք պայքարել ենք, մենք մեջքին գնող չենք, ծնկաչոք անող չենք, եթե հային տեսնեն ծնկաչոք, ուրեմն աղոթք է անում ինքը եւ ոչ թե խաղաղություն մուրում։ Այդ Փաշինյանն ասում է, որ ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Կեշտամ կկռվին։ Հեչ մարդու թող չվախցնեն։ Ես կռված տղա, հա, իհարկե շանտաժ։ Իհարկե շանտաժ։ Բա իհարկե շանտաժը։ Պատերազմը ինքն է բերել, մինչև իրեն պատերազմ չի եղել։ Իր ժամանակներին մենք այսքան պատերազմներ ունեցինք եւ պատերազմը այսքան հողեր տվեցինք։ Շանտաժ է։ Պատերազմը
մարդուց չի կախված։ Պատերազմը հասունանում է անկախ մարդուց։ Դրա համար օբյեկտիվ պայմաններ կան, պատճառներ կան պատերազմ սկսելու համար։ Ինչ պատերազմ, ասի կլի իմանանք։ Ելի ունի պատերազմ ինքը թող այն կոմնա, մենք մեր պատերազմում մեր հողերը հետ կբերենք։ Եթե եղնի, աստված չանի, չեն։ Կատազան ու ժողովրդի։ Հա, այդ չվեք կոյելի, խապելով ապրում ենք, էլի։ Այդ չվեք։ Աղջիկ ջան, ամեն սազին որ հավատանք, չէ, սուտ է։ Իրանդրվելու ժամանակ չեղավ, հա, պատերազմ։ Էդի լրիվ օդի մեջի խոսքեր է, էլի ճեղսած։ Խաղաղության հետևից երբեք մուրալով չեն գնում։ Ես չեմ ընդունում դա։ Իսկ պատերազմ ասելով ինչ որ պատերազմի ահուտողով տարածելով, որ եթե ես չընտրվեմ պատերազմ կլինի, ով որ վախենում է, թող նրա մասին բանանի։ Ես պատերազմից չեմ վախենում։ Մեր հայ ժողովուրդը մշտական պատերազմի մեջ է։ Մենք երբեք խաղաղություն չենք ունեցել։ Խաղաղությունն այն ժամանակ ենք ունեցել, երբ մենք էինք տերը, ասողը։ Իսկ հիմա մենք մուրալով մեզ վայել չի, անձամբ ինձ վայել չի։